Ես մի բանում եմ համոզված ու կասկած չունեմ քույրեր եղբայրներ, որ այսօր մարդու միտքը անշրջելի կերպով բթանում է։ Դու գուցե կարող ասեք, բա մենք հանճարներ ենք ստեղծել, հələ տեսեք ինչեր ենք ստեղծել մենք, ուր են հանճարները։ Մարկության միտքը եւ սա ապացուցված փաստ է, անշրջելի սկսեց բթանալ հատկապես այն պահից, երբ որ ստեղծվեց արհեստական ինտելեկտը։ Ինչ է անում արհեստական ինտելեկտը, սկսում է ամեն բան քո փոխարեն մտածել։ Ամեն ինչ որ պետք է, ինչի կարիք դու ունես։ Արդեն հաշվարկված է, որ 2 տարուց մարդիկ էլ բժշկի կոնսուլտացիա համար կարիք չեն ունենա դիմելու, որովհետև ինքը պետք է ասի վերքդ նկարի, քեզ ասեմ ինչ խնդիր ունես դու, դեղերն էլ գրեմ, հիմա էլ է անում։ Բայց 2 տարի հետո շատ ավելի հանճարեղ է անելու ինքը։ Ուր են կոմպոզիտորները, եթե կարելի է արհեստական ինտելեկտով ստեղծել հանճարեղ ստեղծագործություն։ Ուր են լինելու քարոզիչները, երբ որ արդեն ինքը ինչ է անում, այնպեսի քարոզ է գրել, որ փորձ են արել Միացյալ Նահանգներում, արհեստական ինտելեկտի ստեղծած քարոզը տվել են 100 քարոզիչների, 100-ից 90-ը ասել են, ինչ հանճարեղ քարոզ է, միայն 10-ը մի քիչ կասկածել են, որ մի տոյա, մի տեսակ են չի, մարդու գրած չի սա, և այլևս չի զանազանվում, և մարդու 21-րդ դարում մարդու ուղեղը սկսում է բթանալ, և սա անշրջելի է լինելու, գրքեր կարդալ, ստեղծագործել, երաժշտություն գրել, հանճարեղ մտքեր արտահայտել, ամեն ինչ արված է և կարվի քո փոխարեն, և դա ծուլացնելու է մարդու ուղեղը, և գիտեք ինչ է դա հանգեցնելու, երբ որ մարդիկ այդ բութ մտքով արդեն կընդունեն մեկին որպես Քրիստոս, բայց դա հակաքրիստոսն է լինելու։ Նա զրկելու է մարդուն դատողությունից, քննադատական, վերլուծական մտքից, բթացնելու է մարկությանը, որ ցանկացած մեկին բառաբայի մեջ նրանք փրկիչ տեսնեն, ավազակի մեջ, քաղաքական գործիչների մեջ փրկիչներ որոնեն մարդիկ և գերի դառնան սատանային։